Որովհետև սա ընտրություն է, այն ուղին, որը մենք խոսք ենք տվելու այդ ուղու վրա ենք դրել Հայաստանի Հանրապետություն, այսինքն խաղաղության ուղին, շարունակվում, ամրապնդվում է, ավելի ինստիտուցիոնալ է դառնում, թե հետ ենք գնում։ Սա անցումային շրջան է, հասկանում եք, որովհետև մենք ունեցել ենք եւ պատերազմական իրավիճակ, հիմա ունենք խաղաղության իրավիճակ։ Հիմա պետք է ընտրենք, մենք ուզում ենք հետ գլորվել պատերազմական Հայաստան եւ տարածաշրջան, թե ուզում ենք ավելի ամուր դարձնել խաղաղությունը, որովհետև այդ խաղաղությունը այնքան շոշափելի է, սկսած նրանից, որ մարդ չի զոհվում, սահմաններին խաղաղ է, վերջացած նրանով, որ օրինակ մենք առևտրաշրջանառություն արդեն իսկ ունենք Ադրբեջանի հետ, այսինքն հարաբերություններ ունենք, ել չեմ ասում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ել չեմ ասում ուղիղ շփումները, ել չեմ ասում թրիփի հետ կապված մեր համագործակցությունը եւ այլն։ Եվ իրոք սա վերջնական, այսպես, երրորդ հեղափոխությունն է, որից հետո եւ որը Հայաստանի քաղաքացուն արդեն այդ մազապուրծ, անընդհատ ինչ որ իր բարօրությունը զիջելով եւ զոհելով ինչ որ մի բանի համար ել չի գնալու, արդեն ուղիղ իր բարեկեցության համար է ծառայելու Հայաստանի Հանրապետությունը եւ ուղիղ իր զարգացումը, բարգավաճումը քաղաքացին արդեն տեսնում է, չնայած խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ընդամենը մի քանի ամիս է անցել։ Դուք պատկերացնում եք այս ամեն ինչը ամրապնդելու եւ շարունակելու դեպքում որքան ռեալ իր վրա որքան շատ է զգալու քաղաքացին, այսինքն ոչ միայն այն հասարակության այն հատվածն է զգալու այդ բարօրությունը, որը օրինակ ուղիղ դրա կարիքն ունի, օրինակ վիրահատություն է կատարվում, անվճար դեղեր են ստանում անվճար, ոչ միայն թոշակառուն է զգալու, որ ինքը ավելի բարձր թոշակ է ստանում, տարբեր, հա, ոչ միայն բռնի տեղահանվածներն են բնակարանային ապահովություն ունենալու, ոչ միայն սահմանամերձ համայնքում է բնակարանի համար, հա, այդ 16 միլիոնների ծրագիրը եւ այլն, այսինքն ամեն քաղաքացի արդեն իր վրա զգալու է այդ բարօրությունը։